իհարկե, թե մի մարդ ով տարիներով աշխատել Արցախի նախագահ, հետո տարիներով աշխատել է վարչապետ Հայաստանում, աշխատել է որպես նախագահ եւ դրանից հետո նա իրեն կարող է թույլ տալ նման սայթաքումներ, դա ուրեմն նշանակում է, որ մենք իրոք կատաստրոֆա հետ ենք գործ ունեցել, բայց ես կարծում եմ, որ դա խոսքի սայթաքում չէր, դա ուղիղ մեսիջ էր Ադրբեջանին եւ նա երկրորդում էր Ադրբեջանի նախագահին, որտեղ փաստացի Ալիևից հետո երկրորդ անձը, ով մեղադրել է Հայաստանին, ու հայերին պատերազմը սանձազերծելու մեջ, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ դրան չկան իրավական հետևանքներ։ Այ ժողովուրդը տեսնում է սա։ Եվ ասում է, լավ, իշխանություն կա թե չկա։ Լավ, այս մարդիկ ինչքան կարան բոլորիս նյարդերի վրա խաղան։ Լավ, հիմա նորից սպասենք 26 թվական եւ այլն, բայց ինչ է փոխվելու։ Հիմա որ ազգային ժողովում փոխեն, Մամիջանյան, բան, մյուսներին փոխեն, այն մյուս ուրիշ մարդկանց բերեն, բայց նույն մտածելակերպով ինչ է փոխվելու, ոչ մի բան։ Էլի խոսելու են նույն թեմաներից, էլի խոսելու են դավաճան եւ այլն։ Հիմա էլ ուզում են նոր ընտրություններ նշանակեն Արցախում։ Մարդկանց կներեք լրիվ գժի տեղ են դրել։ Իդեպ այդ մասով այդ մարդիկ իրականությունից կտրված են։ Թե իսկապես հանրությանը մի ողջ ժողովրդի, լինի արցախցիներ, թե Հայաստանում ապրողներ, իրենք ձեր ասած բառերով գժի տեղ են դրել։ Դե գիտեք, ցավալինան է, որ դա աշխատում է, որտեղ այսօր շատ արցախցիներ չեն դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրանք պես մտածում են, որ հնարավոր է, որ ինչ-ինչ հրաշքների արդյունքում Իլհամ Ալիևը կհամաձայնվի ինչ-ինչ այլ երկրի կամ, չգիտեմ, ռուս խաղապահներին բերելի երկիր եւ Արցախ հայեր վերադառնան, դա լավ մենք ում ենք խափում։ Լավ, մենք ուզում ենք հավատալ նրան, ինչ անհավատալի է։ Այսինքն զուտ միայն նրա համար, որ սա ականջահաճո է, պետք է հայտարարել այդպիսի բաներ եւ խաղալ մարդկանց կյանքերի հետ, հույզերի հետ։ Վիտալի Բալասանյանի նամակը Պուտինին ուղղված։ Սա ինքնագործունեություն է, թե Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այո, այդ խնդիրը պահի օրակարգում իր հնարավոր հետ վերադարձ արցախցիների շուրթերով կամ արցախցիների պահանջով եւ այնտեղից է թելադրվում, թե ինչ նամակներ գրվեն Պուտինին ուղղված օրինակ։ Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանի վրա աշխատողները ընդհանրապես ունեն այդ ինքնիշխան իրավունքը ինքնուրույն գործելու։ Նամանավանդ այսպիսի կարևոր հարցերի շուրջ։ Ես կարծում եմ սա ուղղորդված էր։ Դե Զորի Բալայանը չկա, ով պետք է իրեն փոխարինի, Վիտալի Բալասանյանը։ Այդ Վիտալի Բալասանյանին չձերբակալեցին Արցախում։ Շատ հանգիստ եկավ, չէ՞։ Շատ հանգիստ եկավ եւ հարցեր կան Հայաստանի իրավապահ համակարգին, թե իրանք հարցեր չունեն Վիտալի Բալասանյանին։ Լավ, ո՞նց կարող են հարցեր չլինեն Վիտալի Բալասանյանին։ Կամ լավ, Վիտալի Բալասանյան գիտեք ինչներ է ահավոր այդ տեքստի մեջ, որը ես կարդացել եմ ամբողջությամբ։ Դա Արցախի հայաթափությունը կոչվում է ինչ-ինչ հանգամանքների բերումով։ Չի էլ մանրանում, չի էլ մեղադրում, ինչ-ինչ հանգամանքների բերումով Արցախը հայաթափվեց։ Այսինքն այդ 9 ամսվա բլոկադան, սովը, այդ անորոշությունը, այդ ամեն ինչը իր համար ինչ-ինչ հանգամանքներ էին։ Այդ ռուս խաղապահների այդ անգործությունը, հանցավոր անգործությունը։ Լավ, Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Ռուսաստանի Դաշնությունն նախագահը այնքան անճար է, որ մտածում է, որ Վիտալի Բալասանյանն իրեն պետք է խելք սովորեցնի, եւ Վիտալի Բալասանյանի նամակի հիման վրա իրենք պետք է գնան Ադրբեջանի դեմ։ Տեսեք, Ադրբեջանում Ռուսաստանի նախագահի ելույթը մի քանի օր առաջ ոգևորված էր, թե ինչպես է Ղարաբաղը վերափոխվել։ Դեսպանը, կներեք, հա։ Խանքենդին ինչպիսի հրաշք է, Կամազն առաջին գործարանն է Աստրախանից եկել եւ այլն եւ այլն։ Հայտարարություն է։ Այո, մանկապարտեզներ կառուցեն։ Վիտալի Բալասանյանը իրեն է դիմել, բայց չէ իրեն էլ էս չէ դիմում, եթե դու նախագահին ես դիմում, նախագահի ներկայացուցիչը դեսպանն է այդ երկրում։ Դե գնա իր հետ խոսիր։ Այսինքն Ադրբեջանը հիմա Ղարաբաղը վերակառուցում է, որպեսզի Արցախ հայերը այնտեղ վերադառնան։ Լεφում է ունտեղ դրել։ Չի կարելի, չէ՞, մարդիկ մեղք են, չէ՞, իրանք պետք է նոր կյանք ստանան Հայաստանում։ Իրանք պետք է մտածեն ոնց նայեն առաջ, չես կարող նայել հետ։ Իսեր Աստծո, եթե գա այն օրը, իսկ այդ օրը մի օր կգա, եւ Արցախահայերը
Թալապես հայաստանցիներս, հայերս հնարավորություն կունենան գնալ Արցախ կամ որևէ այլ քաղաք։ Չեն նայելու թե դու այնտեղ ապրել ես, չես ապրել, ինչ ես եղել եւ այլն, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես թե ոչ, դու կկարողանաս գնալ այնտեղ։ Իսկ դա միայն հնարավոր կլինի Իլհամ Ալիևից հետո, եթե ժողովրդավարություն տիրի Ադրբեջանում։ Պարոն Բլեյան, ինչպես հասկանալ Մոսկվային ուղղված Բաքվի դժգոհությունը, որ ձգձգում է այդ ինքնաթիռի օդանավի ավիաղետի հետ կապված այդ քննությունը եւ մյուս կողմից ռուս պատրիարքի այցը Բաքու, այնտեղ Մեհրիբան Ալիևային այդ ուղղափառ եկեղեցու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելը։ Ես կարծում եմ, որ իր այցը կապված էր Իլհամ Ալիևի հնարավոր մայիսի 9-ի մասնակցության կամ չմասնակցության հետ։ Այսպես կոչված չքերթի, որովհետև Իլհամ Ալիևը կարծես թե վերջնականապես դեռ այո չի ասել։ Նախնական կար այո, այնտեղ 3 նախագահով զանգում են, Ռուսաստանի նախագահը, միջինասիական 2 երկրների նախագահները զանգում են մասնական, Իլհամ Ալիևը ասում է նախնական այո, հետո փոխում է իր դիրքորոշումը, զբաղված է եւ այլն, եւ իրենք փորձում են անպայման, որ Իլհամ Ալիևը նույնպես ներկա լինի, որովհետեւ իրենց համար հնարավոր բոլոր նամանավանդ ԱՊ անդամների երկրների ղեկավարներին շատ կարևոր է որ իրենք ունենան այնտեղ մայիսի 9-ի այդ իրենք կոչում են հակաֆաշիստական շքերթին, ես դա անվանում եմ ֆաշիստական շքերթին։ Մեր մոտ իդեպ ես դրա մասին կուզեմ խոսել, որ Ալեն Սիմոնյանն է խոսել դրանից, շատերն են խոսել դրանից, որ մեր պապերը մահացել են, կռվել են, ես են արել զոհվել են, դա նաև մեր հաղթանակն է եւ այլն։ Կներեք, այլի մեր հաղթանակն է, բայց ով ասաց, որ մենք պետք է դա Մոսկվայում տոնենք, այլ տոնելու տեղ չկա։ Կամ պարզ չի թե մենք ինչ ենք ասում մի գնացեք Մոսկվա։ Լավ, ենթադրենք իշխանություն եք, ունեք ձեր խողովակներով ինչ որ ինֆորմացիա, որ անպայման պետք է մասնակցեք։ Բա ուր եղավ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականությունը։ Ես դեռ հույս ունեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնաց այնտեղ, ապա մայիսի 8-ին նման միջոցառումներ կան Բերլինում, նման միջոցառում եղավ արդեն Լոնդոնում, նման միջոցառում է լինելու Կիևում, մենք ունենք նախագահ Վահագն Խաչատուրյան, մենք ունենք արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյանը կարող է ներկա լինել, այս սա կլինի, ես կհասկանամ, կասեմ լավ։ Վերջին անգամ հիշում եմ, մենք էլի բողոքեցինք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ Մոսկվա, բայց նա գնաց եւ հետ եկավ, եւ մենք իմացանք, որ օրինակ հայ-իրանական անցակետից ռուսերը դուրս են գալիս եւ հայերը ռուսները համատեղ արդեն 50-50% բաշխվածությամբ կհսկեն հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանը։ Միգուցե մի նա ինչ որ մի նոր լավ բան է մեզ ուզում բերել, խնդրեմ, գնա բեր։ Բայց այստեղ կա քաղաքական գին, որովհետև այսօր Երևանը Վլադիմիր Պուտինի կողքին մայիսի 9-ին դա բիծ է, որից շատ դժվար է լինելու հետո մաքրվել։ Եվ շատ կարևոր կլիներ, որպեսզի ցեղասպանություն ապրած երկրի ղեկավարը ինչպես կարող է գնալ ու կանգնել մի երկրի ղեկավարի կողքը, ով ցեղասպան պատերազմ է վարում իր հարևանի հետ։ Լավ, ինչ որ մենք տեսնում ենք Ուկրաինայում երեխասպանությունը եւ այլն, դա նորմալ երևույթ է 21-րդ դարում։ Հիմա Բաքվի վարքագծին պարոն Բլեյան պատրիարքը գնացել է, որպեսզի ստանա Ալիևի համաձայնությունը ենթադրենք շքերթին մասնակցելու։ Հիմա երբ որ Ալիևյան ռեժիմը էլի հիշել է այդ ավիավթարը, սա նշանակում է, որ փորձելու է խուսափել, ի վերջո մենք գիտենք, որ ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները լավ վիճակում են, անձնական շփում կա Զելենսկի եւ Ալիևի միջեւ, եւ Ալիևը բնականաբար իրեն շատ վատ է զգում, հա, այսպես ասած, գնալ եւ ներկանալ այնտեղ, հաշվի առնելով այն բոլոր հայտարարությունները, որոնք Ուկրաինա նախագահը ասել է, որովհետեւ մի բան է Նիկոլ Փաշինյանը ինչպես է դրանք ընդունում, մի այլ բան է ինչպես է դա ընդունում Իլհամ Ալիևը, հաշվի առնելով այն սերտ հարաբերությունները այդ երկրի ղեկավարների միջև եւ այն այսպես գործնական հարաբերությունները Հայաստանի եւ Ուկրաինայի միջև, ցավով եմ դա ասում։ Բնականաբար Իլհամ Ալիևը կփորձի տարբեր հնարավոր միջոցներով խուսափել, մեղադրել եւ այլն, որպեսզի չգնա։ Բայց ես չգիտեմ կգնա թե չէ, կապրենք կտեսնենք։ Ես չգիտեմ էլ Նիկոլ Փաշինյանը ի վերջո կգնա թե ոչ։ Ուրախությամբ պետք է ասել, որ Հնդկաստանի վարչապետը չի գնալու։
Հիմա եթե մեծ խնդիրներով ամփոփենք, ռուս-ուկրաինական ճակատում ինչ եք սպասում Թրամփի քաղաքականությունը վարքագիծը հաշվի առնելով, նաև Հնդկաստան այդ ձեր ասած Պակիստան սրացումը ինչի կարող է վերջո բերել կամ որքանով լրջանալ։ Թրամփի պարագայում դժվար է պատկերացնել, որտեվ նա շատ արագ է փոխում իր որոշումները, բայց այնուամենայնիվ ասպայի դրությամբ գոնե կարող ենք փաստել, որ Թրամփի քաղաքականությունը դարձել ավելի ռեալ, ավելի իրատեսական, ընդ որում թե Թրամփի, թե Մարկո Ռուբիոյի բացառությունը այստեղ կազմում փոխնախագահ Ջեյ Վենսը, եւ իրենք ավելի շատ դարձել են պրոուկրաինական, այսպես ասել, որովհետեւ շատ գործարքներ են տեղի ունենում, F-16-ների փոխանակում, այդ հատուկ հանածոների այդ պայմանագիրը, որ կնքվեց Կիևի հետ, ամբողջությամբ կարդացել եմ, հիանալի պայմանագիր է, ամբողջությամբ տարբերվում է նրանից, թե ինչ սկզբից փորձում են հրամցնել նախագահ Զելենսկին, եւ որ նա բարեհաջող դիմադրեց եւ փոխեց, այսինքն այդտեղ չկա արդեն 350 միլիարդ դոլարի մասին պարտք, ընդ որում նույնիսկ այն 100 միլիարդը, որը նվիրատվություն էր, որպես պարկ ձևավորված չէ, այլ խոսքը գնում է ապագա զինատեսակների մասին եւ արդեն իրենք ունեն 50 միլիարդ դոլարի մասին պայմանագիր։ Այսինքն այս պայմանությամբ մենք կարող ենք փաստել, որ գործը գնում է դեպի ուկրաինական կողմ, հաջողությունը գնում է դեպի ուկրաինական կողմ։ Մենք տեսնում ենք, որ իդեպ Քիթ Քելեգը հայտարարեց, Թրամփի ներկայացուցիչը, հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայում, որ Ռուսաստանը չի հաղթում, Ռուսաստանի առաջխաղացումը մետր առ մետր է եւ նա կորցնում է հազարավոր զինվորներ դրա համար, այսինքն մենք ասել, որ չգիտես ինչու մարդկանց մոտ տպավորություն կա, որ Ռուսաստանը հիմա հաղթում է։ Այո, ասում են Թրամփի քաղաքականության հետևանքով Ռուսաստանը էլի ուժեղացել է, դրանով է պայմանավորված, որ ակտիվացել է եւ փորձում է իր ազդեցությունը հետ վերադարձնել տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի ներսում։ Դա ճիշտ եք ասում, Թրամփի գալուստը, երկրորդ գալուստը իրոք ազդել է այդ ուղղությամբ, այդ ուղղություններով, բայց այնուամենայնիվ գնալով Դոնալդ Թրամփը հուսանք այդպես էլ կշարունակվի եւ ել ավելի կխորանա, նա դառնում է ավելի իրատեսական։ Իսկ իրատեսական այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնիսկ այդ կորուստերով եւ այդ դանդաղ առաջխաղացմամբ հետաքրքրված չէ կանգնեցնել պատերազմը, որովհետեւ դա մահացու է իր համար։ Իր տնտեսությունը այսօր ամբողջությամբ ռազմական ռելսերի վրա է դրված։ Նա վախում է այն բոլոր ռեցիդիվիստներից, ովքեր պատերազմից վերադառնալու են Ռուսաստան։ Մենք դա տեսնել ենք արդեն Չեչնիայի պատերազմից հետո։ Իսկ սա շատ ավելի մեծ զարհուրելի պատերազմ է։ Դա իր վախճանը կլինի։ Եվ նույնիսկ եթե ի վերջո իրեն կան ինչ-որ հրադադարի, դա լինելու է շատ կարճաժամկետ եւ կսկսեն էլի կրակել, ռուսները կմեղադրեն ուկրաինացիներին եւ այսպես շարունակ։ Իսկ Հնդկաստան-Պակիստանի Հնդկաստան-Պակիստանի պահով դա գիտեք, իհարկե աջակցություն եմ հայտնում Հնդկաստանի ժողովրդին, Հնդկաստանի վարչապետին, Հնդկաստանը մեր համար բնական դաշնակից է, Հնդկաստանի հետ մենք ունենք ռազմական գործարքներ, տնտեսական հարաբերություններ ենք ձևավորում, դրան հակադարձող Պակիստանի հետ մենք ունենք նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ, ով չէ ճանաչում մեր գոյությունը որպես պետություն, մենք գիտենք իրենց գործուն աջակցությունը Արցախյան պատերազմի ժամանակ, զինատեսակների վաճառքը, տարատեսակ լուրջ զինատեսակների վաճառքը Ադրբեջանի եւ բնականաբար, որ դու կանգնում ես Հնդկաստանի կողքին, նամանավանդ որ գիտես, որ Հնդկաստանի կողքին Ֆրանսիան է, Հնդկաստանի կողքին Միացյալ Նահանգներն են, արդեն իրենք գնեցին նոր զինատեսակ, արդեն ինքնաթիռների նոր խմբականակ գնեցին Ռաֆայելները ֆրանսիական։ Դա դժվար է։ Գիտեք, վերջին անգամ իրենք պատերազմել են 2019 թվականին եւ դրանից հետո իրենք շատ լուրջ ռազմականացվել են։ Եվ իրապես վտանգ կա, որ լոկալ թեկուզ բախումներ կարող են վերածվել շատ լուրջ հակամարտության, ընդհանուր միջև ինչ-ինչ խմբականակի միջուկային հարձակումների։ Եվ այստեղ վտանգ կա իհարկե։ Ես հույս ունեմ, որ չեն գնա այդ ուղղությամբ, որովհետև հասկանալով, որ երկու կողմից էլ այնտեղ հաղթողներ չեն կարող լինել, որովհետև երբ կա միջուկային պատերազմ, այնտեղ հաղթողներ հնարավոր չես գտնես։ Չես կարող ամբողջությամբ վերացնես դիմացի պետությունը եւ դու մնաս
հաղթանակած։ Իսկ ինչ տեղի կունենա, մենք գիտենք, որ գուցե օրերի, ժամերի կամ օրերի հարց է հնարավոր պատերազմի վերսկսմանը մնում, բայց թե ինչ տեղի կունենա ի վերջո դժվար է կանխատեսել, մանավանդ մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը միշտ խոսում է, որ նա թույլ չի տա պատերազմների վերսկսում, եւ հնարավոր է, որ վերջին պահին Դոնալդ Թրամփը միջամտի, հաշվի առնելով իր լավ հարաբերությունները Մոդիի հետ, հաշվի առնելով նաև իրենց էլի ոչ վատ հարաբերությունները Պակիստանի հետ, իրեն կարողանան գալ ինչ-որ փոխըմբռնմանը եւ պատերազմ թույլ չտալ։ Շնորհակալ եմ, ես մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում եւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։